21 ժամ տևած Միացյալ Նահանգներ-Իրան բանակցությունները ընդհատվել են առանց համաձայնությունների։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը վերադարձել է Միացյալ Նահանգներ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները, իրանական պատվիրակությունն էլ վերադարձել է Թեհրան։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն ասել է, որ Վաշինգտոնը պետք է զերծ մնա չափազանց մեծ պահանջներից և անօրինական խնդրանքներից ու ընդունի Իրանի օրինական իրավունքներն ու շահերը։ Միացյալ Նահանգների և Իրանի պատվիրակությունները Պակիստանում բանակցում էին պատերազմն ավարտելու պայմանների շուրջ։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանականը Մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը, որը իրանագետների գնահատմամբ աչքի է ընկնում իր հաստատակամությամբ։ Մինչև Իսլամաբադ մեկնելը Ղալիբաֆը X-ի իր միկրոբլոգում նկար էր տեղադրել այս թռիչքի իմ ուղեկցողները մակագրությամբ։ Նկարում պատկերված էին Մինաբի օրիորդաց դպրոցի հրետակոծության ժամանակ զոհված սաները։ Վաշինգտոն վերադառնալուց առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը երկու լուր է հայտնել բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ վատ և լավ։ Ըստ փոխնախագահի լավ լուրն այն է, որ բանակցությունները բովանդակալից են եղել։ The bad news is that we have not reached an agreement, and I think that's bad news for Iran much more than it's bad news for the United States of America. So Իսկ վատ լուրն այն է, որ մենք համաձայնության չենք հասել, և կարծում եմ, որ դա վատ լուր է ավելի շատ Իրանի, քան Միացյալ Նահանգների համար։ Մենք պարզապես չկարողացանք հասնել մի իրավիճակի, երբ իրանցիները կընդունեին մեր պայմանները, ասել է Վենսը։ Փոխնախագահն ընդգծել է, որ միջուկային ծրագրի հարցը առանցքային է եղել բանակցություններում և նախագահ Թրամփի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում։ Tools that would enable them to quickly achieve a nuclear weapon. That is the core goal of the President of the United States. Վենսի խոսքով Իսլամաբադում Միացյալ Նահանգները իրանցիների կողմից միջուկային զենք չմշակելու հանձնառություն չի տեսել։ Իսկ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ իր պատվիրակությունը հանդես է եկել հեռանկարային նախաձեռնություններով, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել շահել իրանցիների վստահությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ բանակցություններում քննարկվող թեմաների թվում են եղել Հորմուզի նեղուցը, Իրանի միջուկային ծրագիրը և պատերազմի լիակատար դադարեցումը։ Թե որ հարցերի շուրջ է եղել անհամաձայնությունը, չի մանրամասնել։ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել է ինտենսիվ, նշելով, որ դրանց հաջողությունը կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից։ موضوعات و پیچیدگی شرایط بود. بعضی از موضوعات جدید این دفعه به Թասնիմը տեղեկացնում է, որ Թեհրանի հետ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնը պնդել է Իրանի հարստացված ուրանի պաշարների դուրսբերման հարցը։ Թեհրանը հրաժարվել է կատարել այս, ինչպես նաև Հորմուզի նեղուցն անվերապահ ապաշրջափակելու պայմանը։ Ըստ լրատվամիջոցի, այս կետերը եղել են կարմիր գծեր Իրանի համար։ Financial Times-ը հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին նույնպես գրում է, որ Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցն է խոչընդոտել կողմերի հնարավոր համաձայնությանը։ Ըստ պարբերականի Թեհրանը պնդում է նեղուցի նկատմամբ իր վերահսկողության իրավունքը և մերժում այդ գործընթացում Վաշինգտոնի մասնակցությունը։ New York Times-ն էլ Վենսը վերադառնում է առանց պայմանավորվածության հոդվածում գրում է մեջբերում. այս ձախողումը Թրամփի վարչակազմին կանգնեցնում է մի քանի անցանկալի ընտրանքների առջև, կամ երկարատև բանակցություններ Թեհրանի հետ միջուկային ծրագրի ապագայի շուրջ, կամ պատերազմի վերսկսում, որն արդեն իսկ աշխարհում առաջացրել է էներգետիկ մեծ ցնցում և Հորմուզի նեղուցի վերահսկողության համար երկարատև պայքարի հեռանկար։ Մեջբերման ավարտը։ Ալ Ջազիրան էլ նկատում է, որ Թեհրանի և Վաշինգտոնի երկարատև բանակցությունները ձախողվել են, վտանգելով 6 շաբաթյա պատերազմի փխրուն հրադադարը։ Չնայած Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, թե արագ համաձայնություն չէր ակնկալվում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը բանակցությունների ավարտն անվանել է Իրանի համար բացասական զարգացում։
Անհամաձայնությունների շղթայում է մեկ հարց ևս Լիբանանում հրադադարի հաստատումը։ Իրանական կողմը պնդում էր, որ հարցը ներառվել է հրադադարի բանակցություններում։ Վաշինգտոնը հայտնում է, որ այն չի քննարկվել։ Ու մինչ կողմերը փորձում են ելքեր գտնել, Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին, նշելով, որ թիրախավորում է Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Հեզբոլլահը ևս պատասխան հարվածներ է հասցնում, կան զոհեր եւ վիրավորներ։ Ըստ նախնական պայմանավորվածության ԱՄՆ-ը հարթակ է տրամադրել Իսրայելին եւ Լիբանանին խաղաղության շուրջ բանակցելու համար։ Վաշինգտոնում բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը սակայն պնդել է, որ Հեզբոլլահը չպետք է մասնակցի դրանց։ Հասմիկ Մարտիրոսյան, Ռադիոլուր։